Այստեղ Էջմիածնի Վազգեն Սարգսյան, Վարդան Մամիկոնյան փողոցների խաչմերուկում են դաժան ծեծի ենթարկել երիտասարդ տղային, որը դեպքից մոտ 2 շաբաթ անց հիվանդանոցում մահացել է ստացած վնասվածքներից։ Ես որ տուն եկա, արդեն դեպքը տեղի էր ունեցել։ Ու լիքը ոստիկաններ էին ստեղ լծված։ Խաչիկ Բաղրամյանի տան դիմաց է տեղի ունեցել դեպքը, ապրիլի 23-ին նրա թոռը սպանված երիտասարդի հետ է եղել։ Վիճաբանությունը ծագել է Չնչին շարժառիթից։ Ընկերոջ հետ գնացել են կողքի փողոցը, թե ուր, հետ գալուց մեքենայի կողքով անցնելուց թե ոնց մեքենայից, ասենք, այդ Անդրեվոտորին, Անդրեվաջուրը թռել է մյուս մեքենայի վրա։ Հիմնական պատճառը դա է եղել։ Ավելի ուշ երիտասարդները եկել են պարգևի եւ ընկերոջ հետ հաշիվներ պարզելու վիճաբանությունը ծեծկրտուքի է վերածվել։ Դրան ականատես է եղել պարգևի ընկերոջ տատը։ Ես խանութում նստած էի, ականատես եղա, որ մի մեքենա ստե գագնեց, երկու երիտասարդ հետևից իջան, ես թվաց է գնում են ցայտաղբյուրի ջուր խմելու, ու ես էլ ուշ չեմ դարձրել թե ինչ է, ես նստած էի, հետո ես երկու ընկերներով ինքիրանք Այստեղ գագնած էի, հեռախոսները, թե չգիտեմ ինչ էին անում, ես այդքան, ես փողոցում չեմ նայում ինչ են անում, հետո ես նստած էի, ոնց որ ձայն լսեցի, դուրս եկա, այնտեղ բանը, ինձ թվաց թե փաթաթված են, մեկ էլ այն մոմենտին տեսա, որ լսեցին, գոռացին հանգստացեք, թոռնիկից ձայնը լսի, ես վազեցի, ու այն մոմենտին տեսա, որ իմ թոռնիկին նստել մի հատ հագցրին։ Այդքան բան եմ տեսել, ես մինչև երեխին վերցրել եմ իմ թոռնիկից արյունի մեջ, դեմքից արյունը վազում էր, ես ինձ գործրի մենակ էի փողոցում, մարդ չկար, Անդրեվային էր, որ գոռում, ես արդեն գործրել եմ ինձի, հետո այդ երիտասարդներից մեկը դեմքը հիշում եմ, սենց մի քիչ մեծ էլ չէր էլի, գոռացին դե մի հոգի ինգազա տարեք հիվանդանոց, ես չեմ նկատել։ Վազեցի, չիմացա էլ նույնիսկ ով էր, թոռնիկս արուն լվաց, բան արեց, ասեց տատի պարկևն է։ 22-ամյա Պարգև Հակոբյանին սպանելու դեպքով երկու անձի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում, նրանցից մեկն այժմ կալանավորված է, մյուսին իրավապահները դեռ որոնում են, հայտարարվել է հետախուզում։ Պարգևը հիվանդանոցում մահացել է մայիսի 6-ին, դրանից անմիջապես 1 օր անց հակակոռուպցիոն կոմիտեն հատուկ օպերացիայով Էջմիածնի բաժնից 9 ոստիկանի էր ձերբակալել հանցագործության դեպք թաքցնելու կասկածանքով։ Հակակոռուպցիոն կոմիտեն չի հայտնում, թե ոստիկաններն այժմ ինչ կարգավիճակ ունեն եւ արդյոք նրանք հենց երիտասարդի սպանության դեպքն են փորձել թաքցնել, թե ոչ։